Չկողմ եմ, միայն ողջունում եմ։ Պարոն Ռուբինյան, ես կուզեի դուք ասեիք, արդյոք անհրաժեշտություն կա, որ երեկվա միջադեպը ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ վարչության նիստում քննարկվի, այսինքն տեսնում եք այդպիսի անհրաժեշտություն, այդ հայոյանքը փոխադարձորեն տեղում չէ։ Ինչ նկատի ունեք, որ ինչ-որ մեկը եկավ հայոյից ազգային ժողովի նախագահը։ Ես չեմ ուզում բառանել, ես առհասարակ ասում եմ, Ես կարծում եմ այդ միջադեպը տեսնող ցանկացած մարդ հասկանում է ինչա տեղի ունեցել, ինչու եւ ինչպես եւ հավելել այդ քննարկման կարիք չկա։ Բայց երկրորդ հարցն այս վարչությունում քննարկել։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Պարոն Ռուբինյան, եւ այս ձեր քննարկությանն եմ ուզում անդրադառնալ։ Այսօր ձևավորվելու է առաջին հյուսումս քննարկության արդյունքում, հետո դրանք ֆիքսված են լինելու, այսինքն քննարկության արդյունքները ոնց եղավ, արդեն ակնհայտ է, այդ թվում վարչապետի թեկնածուն է ֆիքսվելու։ Հաջորդ փուլերը կարճ ներկայացնեք, ինչ է հետո սպասվում հաջորդ 50-նյակների կազմման համար։ Ըստ մեր, չէ, ամեն մեկը քվեարկում է 30 հոգու, բայց 50-նյակն է ձևավորվելու դրա արդյունքում։ Ըստ մեր վարչության որոշման առաջին 50-ը կձևավորվի այսպես, ինչպես նկարագրեցի, եւ վարչությունը կունենա հաջորդ 50-նյակում փոփոխություններ անելու կամ մյուս 50-նյակում, որոնք արդեն ձևավորվել են նախորդ քննարկության ընթացքում։ Բայց ես չեմ կարծում, որ մեծ փոփոխություններ արվեն։ Այսինքն, պարոն Ռուբինյան, այն արդյունքները, որ գրանցվեց նախորդ քվեարկության արդյունքում, չնչին փոփոխություններով առաջին 150-ի պատկերը այսպես կամուղջան։ Իսկ երբ կլինի արդեն… Դե իհարկե դե քվոտայի հարց կա, կանանց քվոտա եւ այլն, այդ առումով միանշանակ փոփոխություններ կլինեն։ Իսկ այս արդյունքները երբ կանփոխվեն, այսինքն երբ բաց կդառնան։ Քվեարկությունը այսօր է լինելու եւ վաղը, դրանից հետո է արդեն։ Եվ մի ճշտով հարց է, քանի որ վարչապետի թեկնածուն արդեն հայտնի է, թե հիմա ոնց է քննարկվում։ Հայտնի չէ, հայտնի կդառնա այս քվեարկության արդյունքը։ Կանխատեսելի է, այսինքն հնարավոր է ինչ-որ ուրիշ արդյունք լինի, թե քիչ է հավանական։ Տեսականորեն հնարավոր է, գործնականորեն քիչ է հավանական։ Դե ասում եմ, գործնականորեն դժվար թե որևէ այլ մեկը։ Իսկ ԿՊ-ում եք վարչապետի թեկնածու կա բան։ 3 միլիոն Չէ, ԿՊ-ում հիմա կա 50 վարչապետի թեկնածու, որովհետև բոլոր 50-ը համարվում է վարչապետի թեկնածու։ Հավանական վարչապետը կարծում եմ հայտնի։ Եվ այդ 50 ծով ավելի շատ քվե հավաքեց։ Ոչ, այդ քվեաթերթիկի ներքևում կա նշում, որտեղ պետք է մարդ նաև իր ընտրած 30-ից նշի անուն, թե ում է ուզում որ լինի վարչապետի թեկնածու, եւ ով ում անունը ավելի շատ նշված լինի, նա կլինի վարչապետի թեկնածու։ Բացի ռեյտինգ ապուրից նաև վարչապետի թեկնածու է։ Պարոն Ռուբինյան, եւ վերադառնալով էլի այդ միջադեպին ազգային ժողովի նախագահի եւ քաղաքացու մասնակցության։ Քաղաքացու, սովորական քաղաքացի էր։ Ամեն դեպքում Ինչո՞ քաղաքական գործիչ էր։ Հա, բայց նկատի ունեմ քաղաքական գործիչ։ Հիմա դուք եք քաղաքացի, ես եմ։ Դե ուրեմն ասեք երկու քաղաքացիներին, չէ՞, ասում ազգային ժողովի նախագահ եւ քաղաքացու։ Ուրեմն քաղաքացու եւ քաղաքացու։ Քաղաքացի Արեն Սիմոնյանը, որը նաեւ ԿՊ վարչության անդամ է եւ ազգային ժողովի նախագահ, եւ ընդդիմադիր քաղաքացու միջև տեղում։ Հա, քաղաքական գործիչ։ Քաղաքական ձեր նման քաղաքական։ Իմ պնդման չի, դուք չգիտեք, որ այդ մարդը քաղաքական գործիչ է։ Ոնց, այդ մարդը Անետ Կորացի հարազատ է։ Այդ մարդը Անետ Կորացի հարազատ է։ Չէ։ Ազգային ժողովի նախագահի եւ ընդդիմադիր քաղաքական գործիչի միջև տեղ ունեցած այդ միջադեպը, ինչ է կարծում, պետք է ազգային ժողովի նախագահի մասով ԿՊ-ում ըստ ԿՊ կանոնագրքի էթիկայի կանոնագրքի 4-րդ ենթակետի շրջանակներում քննարկման առարկա դառնա, թե ոչ։ Նարեկ ջան, եկեք մեզ միամիտի տեղ չդնենք, էլի։ Մարդը եկել հայոյել ազգային ժողովի նախագահ։ Դե վերջ, ուրեմն կգնաք, ուրեմն կգնաք, այդ ընդդիմադիր քաղաքական գործիչին կգտնեք, նախ կճշտեք իր կուսակցությունը կամ կազմակերպությունը էթիկայի կանոնակարգ ընդհանրապես ունի թե չունի, եթե պարզվի ունի, իսկ ես երաշխավորում եմ որ չունի, բայց եթե պարզվի որ ունի, կհարցնեք, այդ ձեր էթիկայի կանոնակարգի էսի որերորդ կետով ձեր վարչությունը բան քննարկելու է, որ գնացել եք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահին քրֆել եք։ Այդ հարցը իվարկան, ես նաև սպասում եմ, որ ազգային, որ Ազատություն ռադիոկայանը
մարդ կուղարկի այդ քաղաքական ուժի մոտ, կհարցնեն, մի 10 հատ հարց կտանք, ասեն ես միջադեպը քննարկելու եք թե ոչ։ Այդ ժամանակ կգաք ինձ այս հարցերը կտանք։ Ներողություն, ի՞նչ է նշանակում, չեք տեսել դուք այդ կադրերը։ Իդեպ, ես տեսա, քանի որ դուք հրապարակ օրաթերթից եք։ Ձեր օրաթերթի խմբագիրը մի քանի օր առաջ վկայակոչելով ինձ, որ ես խնդրել եմ եւ պահանջել եմ, որպեսզի հրապարակվի թե ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։ Ասելա, բայց քո ինչ գործն է ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը, մենք քեզ չենք հարցնում, չէ՞ դու առողջական խնդիր ունես, թե չէ։ Ուզում եմ հրապարակավ հայտարարել այս պահի դրությամբ, Փառք Աստծո, ես որևէ առողջական խնդիր չունեմ։ Հիմա խնդրում եմ, կասեք ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։ Այո, դա ինձ վերաբերում է։ Դա ներողություն, ինչ։ Դրսից դες ֆինանսավորում է։ Չէ։ Իսկ ձեզ։ Իսկ ով է ձեզ ֆինանսավորում։ Ես կարող եմ հրապարակել ով այնց ֆինանսավորում։ Ես աշխատավարձ եմ ստանում ազգային ժողովից, որը ինքնին որտեղ այ ես չգիտեմ ձեր կերպանը որտեղ է այդ փողը մտնում։ Ես չգիտեմ դուք ում ֆինանսավորումից եք հարկմուծում կամ ուծում եք թե չեք մուծում։ Հիմա ես նույնիսկ չգիտեի որ դուք ստեղ եք լինելու։ Բայց ներողություն էլի, որ խնդրեմ կասեք ով է ֆինանսավորում հրապարակորակը։ Գնացեք բարձր ոչ մեկ չի ֆինանսավորում։ Ոչ մեկ ձեր եք աշխատում։ Դուք ինչ մահացեք դա։ Հա։ Լոկական գործնական բանը։ Հա։ Չէ, գրանցված չեն։ Ձրի են։ Ես օրինակ CVK-ի համար ոդկաստ եմ վարում, ձրի, որ իրավունք ունեն։ Դուք ձրի եք աշխատում հրապարակում։ Ուղեղը աշխատացնում եք անվճար CVK-ի։ Հա, իսկ դուք ձեր ուղեղը ում համար եք աշխատացնում եւ ում վճարում եք։ Մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Ու փողով։ Ով է փող տալիս ձեզ։ Ներողություն, սա շատ կարևոր է, հարգելի գործընկեր, երբ որ ես պահանջում եմ հաշվետվողականություն, լրատվամիջոցների, մի ասեմ ազգային ժողով, ինչ դղյակ, ես դղյակ չունեմ։ Ինչ է նշանակում, ում մասին է խոսքը, ով դղյակ ունի մեր թիմից։ Արարատ Միրզոյանը դղյակ ունի, որտեղ է դղյակը։ Առանձնատունը դղյակ է։ Առանձնատունը դղյակ է։ Այսինքն դուք ուզում եք Այսինքն օրինակ դուք ուզում եք ասել, որ օրինակ Պապուս հայրը, որը աշտարակի շրջանի Արտաշավան գյուղից 1950-ականներին եկել է Երևան եւ իր եղբայրների հետ մեր երրորդ մասում ներկայումս գտնվող տունն է սարքել, սեփական տունը, առանձնատունը, դա դղյակ է, հա։ Չէ, ասում դա դղյակ է, Հայաստանում ապրող սիրելի բոլոր սեփական տուն ունեցողներ, իմացեք, որ այսուհետ դուք ապրում եք դղյակներում, բայց լավ, արդեն անհետաքրքիր եք, խնդրում։ Դե եթե ես անհետաքրքիր եմ, խնդրում լքեք ես սենյակ։ Դե ուրեմն նստեք եւ լսեք։ Հա, խնդրեմ։ Չէ, բայց մի վայրկյան էլի Խնդրեմ։ Փաստ չի, եթե մանդատը վերցնի, այո, եթե չի։ Պարոն Ռուբինյան, տեսեք, դուք գործընկերոջից հարցին չպատասխան, ասացիք երկու քաղաքացիների միջև, միջադեպը։ Չէ, ես ասացի ազգային ժողովի նախագահի եւ մի քաղաքական գործչի միջև։ Երկու քաղաքացիների միջև, դա ապրող լինի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ընդդիմադիր քաղաքական գործչի միջև միջադեպը, որոնք երկուսն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ինչու է ընդդիմադիր գործիչը խուլիգանություն կատարելու համար բերման ենթարկում հայհոյելու։ Իսկ ազգային ժողովի նախագահը ոչ, այսինքն տարբերություն է դրվում։ Որովհետև ազգային ժողովի նախագահը իր համար հանգիստ դուրս եկավ ազգային ժողովից քայլում էր, եկավ մի քաղաքական գործիչ, հեռախոսը միացրած, լայվը միացրած եւ սկսել իրան ասել արա եւ այլն, բարձ չի։ Այսինքն բանա, այդ քաղաքացին sense իր համար կանգնած էր այդ քաղաքական գործիչը, ազգային ժողովի նախագահը եկավ սկսեց իր վրա հարձակվել։ Սիրելի գործընկերներ, դուք անկեղծ չեք, դուք ազնիվ չեք ձեր հարցերով։ Այդտենց, որովհետև կարող եք, այո։ Պատասխանեցի արդեն հարցը։ Պատասխանեցի, որովհետև ձեր մատնանշած քաղաքական գործիչը եկել եւ սկսել է սադրել ազգային ժողովի նախագահին։ Դե վերջում դրա համար է ստացել պատասխանը։ Ես քան որ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ գնահատականներ իր այդ միջադեպի տալու է կուսակցությունը, իրավապահները, եթե տեսնեն այդպիսի հարկեր քաղաքացիները, ես դրա համար եմ ասում, վարչությունը տեսնում էր այդ անհրաժեշտությունը։ Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում։
Ես կհամակարգեմ։ Երեք օր շարունակ ծնողները, ամեն կորածների ծնողները այդ նույն անձանց հետ, որոնք դուսական անդամներ եք համարում, իրենք պատերազմի մասնակից անձիկ է։ Ամեն դեպքում պարոն ես իմացում եմ։ Երեք օր շարունակ իրենք նաև ազգային ժողովի մուտքի մոտ եկան համապատասխանություն ուղարկեցին ազգային ժողովի նախագահային այդ ուսումնասիրությունների ղեկավարներին, երեք օր շարունակ նույն այդ ծնողների հետ հավաքված են։ Այստեղ կարելի է եզրակացնել մի բան, իմ հարցը նրան է, որ Արեն Սիմոնյանը չգիտե, որ երեք օր շարունակ այդ մարդիկ իրեն են բաղում։ Չգիտեմ, Արեն Սիմոնյանին կհարցնենք։ Բայց դա ձեր հարցը ընդհանրապես ռելևանտ չէ միջակայքի։ Որովհետև ակնհայտ էր մեկ բան, որ ըստ էության Արեն Սիմոնյանը իջել էր եւ սադրանքի էր։ Դե լավ է։ Ժողովուրդ ջան, դուք անկեղծ չեք։ Դուք անկեղծ չեք։ Արեն Սիմոնյանը դուք անկեղծ չեք։ Քաղաքացու ձեռքը ոլորում է ոչ։ Ձեր ասածը ընդհանրապես ռելևանտ չէ նկարագրվող միջադեպի։ Ընդհանրապես։ Դեմից հենց ֆիքսել, որ այս պահվածքը դատապարտել է, չպետք է ազգային։ Իսկ ինչի՞ էր դատապարտել է։ Բայց ինչ էր դատապարտել, ասեք։ Հա, լավ չի, դա ֆիքսեցինք, չէ՞ որ լավ չի։ Անդիմադիրի կոմիսիայի դատապարտել է, չպետք է ազգային ժողովի նախագահային հայրերը եւ այլն։ Բայց ինչու է ազգային ժողովի նախագահը լինելով իշխանության բարձրագույն ներկայացուցիչ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, չի գործում օրենքով, այլ եթե կարելի ասել խուլիգանությանը պատասխանում նույն կերպ։ Շոու ջան, դե կհարցնեք, դա Արեն Սիմոնյանի կամ հարցրել եք արդեն, եկել է, դուք ինձ հարցնում եք, ես տեսնում եմ, չգիտեմ, վարչությունում քննարկման իշխանության ներկայացուցիչը պետք է փորձի լինել հնարավորինս զուրկ, հնարավորինս սուրբ եւ այսպես շարունակ, պետք է սպանի իր մեջ մարդուն, էգոն պետք է սպանի, երբ որ իրան վիրավորում են, պետք է փորձի հետ չվիրավորել, երբ որ լրագրողներն են իրան վիրավորում, պետք է ժպիտով, sense մեղմ ժպիտով ասի հարգելի լրագրողներ եւ պատասխան իրանց հարցերին, երբ որ լրագրողները տալիս են անտակտ հարցեր, անազնիվ հարցեր, չգիտեմ, տենդենցիոզ հարցեր, ինքը պետք է համբերատար նստի եւ սպասի եւ ժպտալով ասի հաջորդ հարցը հարգելի լրագրողներ։ Խնդրեմ։ Ես հարցնում եմ ինչի օրենքով չի գործել ազգային։ Օրենքով է գործել, օրենք հա խախտել։ Դե հիմա ինչ օրենք հախախտը, եթե դա օրենք հախտում է, ուրեմն այստեղ բոլորը պետքա, բոլորը չէ, տղամարդիկ առնվազն պետքա մի 1000 անգամ նստած հելացնեն։ Քրեականացված չէ։ Նիկոլ Փաշինյանը այսպես է կարծրացնել, հա, որ ասում է, եթե մենք չընտրվենք, պատերազմ կլինի։ Մենք չընտրվենք, դիպը չի կայանա։ Սա դուք հենց այդ նշածա, որ ասում եք անհետ դիտային պատերազմ, հենց սա օրինակը չէ դիտային պատերազմի եւ ներողություն։ Եկեք հետո լավ տուր։ Որ ասում եք Նիկոլ Փաշինյանը այս գումիում ասեց 65%-յան կնկալիք ունենք։ Որտեղից է այս դիտարկումները, քանի որ տարբեր հանածեր ընդդիմադիրները ասում են, այ սա հստակ ցույցում է, որ լցոնումների վերաբերյալ նրանց տեսակետն է փոխանցում, նաև տեղեկությունները բարբերական շրջաններում, որ նոր ձևավորվելի խորհրդարանում ազգային ժողովի ղեկավարության կազմում փոփոխություններ են լինելու, ազգային ժողովի նախագահի դուք այս մասում ինչ-որ տեղեկություններ, քննարկումներ կան դուք։ Դուք ո՞ր լրատվամիջոցից եք։ Մի վախեցեք, չեմ հարցրի, նովա ֆինանսավորում, հա։ Եվրոմեդիա։ Չեմ վախենում։ Բայց կարելի է հարցնել։ Տեսեք, սկսենք վերջից։ Երբ որ մարդ ասում է, ես ակնկալիք ունեմ այսինչի, դա բան չի։ Ասացիք որտեղից ձեզ նման ինչ բառ օգտագործեցիք։ Չէ, վստահություն չի, ասացիք որտեղից ձեզ նման տեղեկություն, թե ինչ։ Հա, ակնկալիքը նշանակում է, որ մեկը ակնկալում է ինչ-որ բան։ Այդ մենք այո ակնկալում ենք ստանալ 65%։ Եթե տենց հասել։ Կամ ընդհանրապես ակնկալում ենք հաղթել ընտրություններում, ակնկալում ենք մեծ տոկոսով հաղթել ընտրություններում։ Եթե ակնկալիքը ցուցում է, չգիտեմ, այդ ում գլխում է առաջացել այդ աբսուրդային միտքը։ Իսկ գիտեք որն է։ Օրինակ, եթե մենք ասեինք, գիտեք ինչ կա, մենք խնդիր չունենք, միակ հարցն է 60 խփենք 70 թե 80, այդ դեպքում կարելի է դա դիտարկել որպես խոստովանություն այն մասին, որ մենք պատրաստվում ենք լցոնել։ Բայց քանի որ մենք Սերժ Սարգսյանը չենք եւ նման բաներ չենք հայտարարում, չգիտեմ, այդ հարցը էլի ռելևանտ չէ ընդհանրապես այդ հարցը։ Հաջորդը ռելևանտ, ասեմ, ռելևանտ ինչ որ բանին վերաբերելի։
Հասկացա՞ք։ Օրինակ ձեր հարցը շատ ռելևանտ է հիմա, որովհետև հասկացանք, որ ռելևանտ նշանակում վերաբերելի, բայց իրականում ես եմ սխալ, պետք է հայերեն բառը օգտագործել։ Հաջորդ ազգային ժողովի ղեկավար կազմը որոշվում է ընտրություններից հետո, ընտրություններից առաջ ոչ մի քննարկում այդ առումով չկա եւ չի լինելու։ Ես որևէ հավակնություն չունեմ ընտրություններից առաջ որևէ բանի։ Ես ընդհանրապես այս պահին հավակնում եմ լինել ցուցակում։ Ես կարծում եմ այդ հարցը եւ պնդումը ռելևանտ չէ։ Վերաբերելի